ուսուցիչը մեր ժողովրդի համար միշտ եղել է սիրելի ազնվորություն։ Դժվար է պատկերացնել ավելի կարևոր ու պատասխանատու առաքելություն, քան սերունդներ կրթելը ու դրա միջոցով հայ ժողովրդի վաղվա օրը կերտելը, կյանք մտնելու նախաշեմի առաջին քայլերը ուղղորդելը։ Այսօր քո տոնն են սրտում, բարերը հյուսվում, դառնում են ետ։ Այսօր ամեն օր հիմն է հորդում, ասես զնգում են մի ողջ եզեր։ Իմ լավ ուսուցիչ, նվիրված գործի, քո քայլած ճամփով ընթանում եմ ես, եւ իմ ականջը քո քնքուշ ձայնին ուխտել է քայլել միշտ քեզ պես։ Շնորհակալություն ձեր ազնվեր աշխատանքի ու նվիրվածության համար, որովհետև դուք ձեր ջերմությունն ու մասնագիտական հմտությունները փոխանցում եք աճող սերունդներին եւ արժանապատվորեն շարունակում եք հայ մանկավարժի դարերից եկող եւ դարեր գնացող առաքելությունը։ Մեծ է ձեր վաստակը, ինչպես մեր սերունդների կրթությունը եւ դաստիարակչությունը, այնպես էլ մեր հայրենիքի կայացման զարգացման գործում։ Այսօրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստվում են Հայաստանի վաղվա օրը, ովքեր կարողանում են անկախ առկա խնդիրներից ու հոգսերից սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները։ Մարդկային քաղաքականության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարաբերության հիմքում միշտ է եղել եւ մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ծրագրված գիտելիքն ու փորձի փոխանցումը սերունդներին։ Պատմական իրողություններով պայմանավորված կրթության դերն առավել նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում եւ կանխորոշել նրա ապագան։ Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են եղել։ Այսօր մենք պարտավոր ենք մեր խոհում հայերի ազգանվեր գործի շարունակող լինել եւ մշակութային ազգ կոչվելու նրանց վաստակը փոխանցել գալիք սերունդներին։ Դերասանն իր դերի տեքստը օրինելու կարիք չունի, նրա փոխարեն դա արել է հեղինակը։ Ուսուցիչն ինքն է իր հեղինակը, քանի որ ինքն է գրում իր դասի սցենարը։ Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը սովորեցնում գտնել է։ Հենց միայն հայոց տարերի համար, մայրենի լեզվի բառերի համար, լույսի գիտություն ցույց տալու համար, այսօր ձեր առջև խոնարհվում եմ ես, չարություններս ներելու համար, իմ սիրտն ու հոգին կրթելու համար, կյանքում իմ տեղը ցույց տալու համար, այսօր ձեր առջև խոնարհվում եմ ես, մեծ հորիզոններ բացելու համար, ճշմարտությունը ցույց տալու համար, խիղճը միշտակում պահելու համար, այսօր ձեր առջև խոնարհվում եմ ես։ Սիրելի ուսուցիչներ, ձեր դեմքին արևաշող ճիշտի օքսի ոչ մի ցող, գարուններ եմ ցանկանում, որ գարուններ միշտ ապրեք ու գարնան պես ծաղկեք։ Այժմ գիտենք բեմադրություն։ Այդ սուրը նստել սահացել, այդ չեմ դիմանում կբողոքել։ Տնորենը։
Այսօր քննարկելու ենք Սուրենի հարցը, ես ձեզ լսում եմ։ Ես առաջարկում եմ հեռացնել Սուրենին, այլևս անհնար է նրա ներկայությամբ դաս անցկացնել։ Վերջում նստած համադրություններ անում եւ աղջիկներին ծիծաղեցնում։ Դուրս եմ անում, լուսամուտից է խանգարում, անհնար է։ Իսկ դասամիջոցին ծխախոտը վերանի ես չեմ հասկանում, դրանց նոր ունի թե չէ, դասերին շատ է հասականում, որ մանա որտեղ է թերեչան։ Յոր դոկտորից փորձանք է բերում, ավելի լավ է շուտ ազատվեն նրանց։ Դուք ինչ կասեք, Մարկոսը։ Ես կան եմ Սուրենին հեռացնելու։ Ճիշտ է, ես նոր եմ աշխատում այս նախարարությունում, բայց մի բան հաստատ եմ դեմ, որ ուսուցիչ դառնալուց առաջ գիտեինք, որ կարևոր ու պատասխանատու աղարգելություն ունեն։ Գիտեինք, որ ուսուցչի կոչում վաստակելը, վաղվա սերունդի կերտելը մեզանից ջանք և անդրպահանջելու։ Մեր պարտքն է ինքանձի բարձրացնել, ոչ թե հրել ու ավելի կործանել։ Ես գնահատում եմ ձեր մարդասիրական վերաբերմունքը եւ ձեզնից էլ շատ ուզում եմ որ Սուրենը փոխվի, բայց ինչպես տեսնում եք, Խնդրում եմ, տվեք ինձ մեկ ամիս և ես կանեմ ամեն ինչ, որ Սուրենը փոխվի ու դարձի գա։ դա մենք կտանք ձեզ մեկ ամիս, բայց միայն մեկ ամիս։ Շնորհակալություն, պարոն Գնորեն։ Թանկագին գոլեկաներ, ուզում եմ հարցեր ձեզ ունել, փորձել եք առանձին զրուցել Սուրենի հետ, հանդիպել եք նրա մայրիկի հետ, որ Սուրենին միայնակ ունեցեցնում։ Իհարկե ոչ։ Բայց մեր աշխարհը առանց այն էլ խավարի մեջ է, և մեր պարտքն է լույսը փրել խավարում, եթե յուրաքանչյուրս ընդամենը մեկ մոմ վառենք, ընդամենը մեկ մոմ, այս աշխարհը կլուսավորի, ես պատրաստ եմ այդ մոմը վառելու, իսկ դուք պատրաստ եք։ Անցավ մեկ ամիս, Սուրենը փոխվեց, բոլորը գովեստի խոսքեր են ասում Սուրենի մասին, իսկ տարվա վերջում առաջադրության սենյակում հայտնվեց Սուրենի անունը, և այս ամենը ընկեր Մարկոսյանի շնորհիվ, ով կրում է ուսուցչի փառավոր անունը։ Նայի Սուրեն, առաջադրության սենյակում քո անունն է գրված։ Գիտեմ, և ես այս ամենի համար շնորհակալ եմ Միկե Մարկոսյանին։ Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեր նվիրվածության և ախաչ աշխատանքի համար։ Հարկ է նշել, որ ուսուցչի բացառիկ կերպար մշտապես առկա է յուրաքանչյուրիս բարի շողություններում, քանզի դուք եք եղել բազմաթիվ անվանի մարդկանց ներշնչանքի աղբյուրն ու կյանքի ճշմարիտ ուղու ընդգրկման ուղեցույցը։ Սիրելի ուսուցիչներ, ձեր շնորհիվ է գոյատևում ազգը, դուք եք սերմանում հայրենասիրություն և նվիրվածություն, մեծ համբերությամբ անձնվեր աշխատանքով, ինքնամոռաց նվիրումով կրթում ու դաստիարակում եք սերունդներին, նրանց փոխանցում ձեր գիտելիքներն ու հմտությունները, յուրաքանչյուր աշակերտի մեջ թողնելով ձեր մի մասնիկը և դրանով դառնում նրա կյանքի անբաժանելի ուղեկիցը, միշտ եղեք բարի ու համբերատար, եղեք այնպիսին, որ ձեզ սիրեն ու միշտ հիշեն և հպարտանան ձեզ
Հարգելի ուսուցիչներ, մենք միշտ պարտանում ենք ձեզանով, սիրում եւ արգում ենք ձեզ։ Մենք ցանկանում ենք միշտ լինել ձեր կողքին, լսել ձեր բարի խոսքերն ու խրատները։ Թող միշտ հավերժական ժպիտն ու բարձր տրամադրությունը ուղեկից լինի ձեզ։ Խոնար ու վեր կոչում, անխոս նվիրում, և լուր ենք նայրում, մատաղ սերնդի, կրթության գործում, կյանքի լուսավոր ուղին է ցած։ Դու գանձարանի դռները բացում, ոգեղեն գանձը սաներին հասնում, ոգեղեն լույսի ճաճանք չխորում, մատաղ սերնդի հոգին է սուխում։ Աշխարհում ասիմ անդունից վերուրվագից մուրվաչումից Աշխարհում ասիմ անդունից վերուրվագից մուրվաչումից Ալոշները նավատումից վանդուշակարի նմանից Ալոշները նավատումից վանդուշակարի Հարգելի ուսուցիչներ, սրտան շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, եւ ձեր վաստակն անուրանելի հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում ձեր այսօրվա սաները։ Վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը, դառնալով նրա զինվորը, մտավորական, աշխատավորն ու մշակը։ Հարգարժան ուսուցիչներ, իսկապես անփոխարինելի է ձեր դերը մատաղ սերնդի, կրթության և դաստիարակության գործում։ Այդ ազգանվեր աշխատանքը գիտենք, ձեզանից պահանջում է ոչ միայն հարուստ գիտելիքներ, այլև անսպար եռանդ, համբերատարություն և հետևողականություն։ Thank you.
Շնորհավորում ենք ձեզ մեր շատ սիրելի տնօրեն Տիկին Աննա Ավալյան։ Ձեզ է վստահված ուսանողներից մասնագիտական կրթության կազմակերպման բարդ ու պատասխանատու աշխատանքը, որը դուք իրականացնում եք անմնացորդ նվիրումով։ Ձեզ ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ։ Կրկին անգամ շնորհավորում ենք ձեզ տոնի առթիվ։ Մաղթում առողջություն, հաջողություններ և բարձր տրամադրություն։ Մեր սիրելի ուսմասվար, ընկեր Ավալյան, դուք ձեր իմաստությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անznորացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին, նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզանից։ Շնորհակալություն, թանկագին ուսուցիչ։ Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում ենք ձեզ ուսուցչի օրվա կապակցությամբ։ Մաղթում երջանկություն, քաջ առողջություն, աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ, ցանկանում եմ միշտ երջանիկ տեսնել ձեզ։